Սիրելի հայրենակիցներ, սիրելի աշակերտներ, հենց հիմա մենք քննարկում ենք մի նախագիծ, որը վստահաբար ընդունվելու է, որտեղ այդպես կառավարությունը ուզել է, որպես կանոն կառավարությունը ինչ նախաձեռնում է, այստեղ լուր մեծամասնությունը քվեարկում է կողմ, բայց այս նախագիծը առավելապես ձեր մասին է։ 2039 թվականին, երբ որ աշխատեք, հարկ վճարեք, դուք պետք է վճարեք այսօրվա մեր վերցրած պարտքը 102 միլիոն եվրոյի չափով, ոչ միայն պարտքը, նաև տոկոսները։ Մենք հիմա տոկոսով փող ենք վերցնում, գիտեք, որ ինչ անենք։ Տոկոսով փող ենք վերցնում, որ կառավարության 2021-26 թվականների ծրագրում գրված կառավարության պարտավորությունը, որ այդ պարտավորությունով, այդ խոստումով նաև քվեն ստացել եկել են իշխանության, չեն կարողանում կատարեն, այս 2-3 տարի է այդ ապահովագրական, պետական, առողջապահական, ապահովագրական, պարտադիր ապահովագրական համակարգը չեն կարողանում ներդնել, որտեղ չեն կարողանում համապատասխան փող գտնեն։ Չնայած 2 օր խոսում են, ասում են, լիքը փող ենք ավել հավաքել, 42 միլիարդ դոլար։ Ավել են հավաքել, բայց հիմա փող չկա, նորից ձեռքը մեկնում են ձեր ապագային, որպեսզի ձեզանից ձեր համար պարտավորություն առաջացնելով իրենց այսօրվա խոստումը կատարեն։ Իսկ այդ խոստումը ընթացիկ ծախս է ընդամենը։ Բնական է դուք հիմա դեռ չեք կարողանա խորությամբ հասկանալ, բայց զեկուցողն էլ ասեց, վերցնում են, որ ինչ-որ փաստաթղթեր, կարգեր, կանոններ մշակեն, դա առողջապահության նախարարության գործառույթն է, դրա համար աշխատավարձ ստանում են։ Եվ վերջապես վերցնում են, որ այդ պարտադիր ապահովագրության համար պետության ծախսը, այսօրվա ընթացիկ ծախսը իրենք հոգան եւ վճարելու եք դուք, վճարելու եք 2039 թվականը մինչեւ 25 տարի շարունակ։ Սա է խնդիրը, որ ընթացիկ իրենց ձախողման նաև հետևանքով ընթացիկ ֆինանսավորումը դնում են սերունդների ուսերին։